հետաքրքիր է սպասվում, ինչ է տեղի ունենալու վիճաբանությունը, որոշում կայացրեցիք Կներեք, ասեմ մի բան ասեմ, էլի ներողություն եմ խնդրում։ Չեմ ուզում մեջքով տեսախցիկներին, բայց ես ասեցի, որ մեծ ընդմիջման ժամանակ հնարավորություն կտամ հարցեր տալու։ Խնդրում ենք ապահովեք այդ իրավունքը։ Բայց համացանցում ասում են, որ նա իր թիմակցի որպես չպաշտպանեց։ Նարեկ Կարապետյանը չափազանց ազնիվ է ամեն հարցում, այդ թվում նաև իր թիմակիցների հետ հարաբերություններում։ Ես շատ բարձր եմ գնահատում իր եւ մասնագիտական եւ քաղաքական հատկանիշները։ Նման ազնվագույն գործիչ Նարեկ Կարապետյանի մասին մեր քաղաքական կյանքում շատ քիչ կան։ Նման հարց չի քննարկվել եւ հնարավոր է դուք օրինակ ձեր մեջ եք քննարկել անկախ պատգամավոր դառնալու խմբակցությունից դուրս գալու հարց երեկվա իրադարձություններից հետո ես ասեմ դուք երևի սոցիալական ցանցերում հետևում եք քննադատություններին այս բանին ձեր խմբակցության ուղղված որ ձեզ չեն պաշտպանել դուք ասում եք որ ձեզ պաշտպանել են դուք վիրավորված չեք երեկվա լռությունից եւ այն հայտարարությունից որ ձեր հարցը կքննարկվի ես նման քննադատություն անտեղի եմ համարում ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխհմբռան ընդհանուր շատ լավ մթնոլորտ եւ ամեն մի ելույթ ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարա դառնա մեծ իրադարձություն։ Ներողություն անկախ պատգամավորի մասին։ Ինչի համար ես Հայաստան, ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր եմ եւ շարունակել եմ իմ գործընթացը։ Տեխնիկական հարց է ձեր տեղափոխությունը, ամեն դեպքում բոլորի աչքը զարնեց եւ կոպականները դրա վրա դիվիդենդներ սկսեցին հավաքել, ինչու փոխեցիք, մտածում եք այդտեղ հարցակման թիրախում եք կիսապաշտպան մնացիք։ Չէ, դες բան չի կարա լինի, ախ, հատած հարցակում ասել է հեշտեք պատկերացնում, ասեք մարդու կգնում սկայլի է։ Սա տեխնիկական կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվել, հիմա եթե նկատի Հա, եթե տպավորություն է, որ մարտական են, էլի, առանց փոխկապի։ Ձեզ երեք բառացի ասեցին Ձեզ իշխանությունը ներողություն է ակնկալում։ Դուք պատրաստվում եք ներողություն խնդրել ձեր հայտարարության համար, որը այսօր նաև ձեր հասցեին էին հնչեցնում իշխանական։ Ես տեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում։ Եթե խմբակցություն, եթե ձեզ երեք ներողություն, եթե ձեր Ես ձեզ բոլոր հարցերին պատասխանեցի, շնորհակալություն, հիմա ուշանամ։ Խնդրում եմ, ես ձեր հարցերին արդեն պատասխանեցի։ Գիտեք, ես շատ անհարմար եմ զգում եւ միշտ վատ եմ վերաբերվել, որ պատգամավորները քայլում են բավարար ժամանակ հատկացրեցի ձեր հարցերին պատասխանելու համար։ Ես իրանց ակնկալիքները չի հետևում։ Խմբակցությունը որոշի։ Խմբակցության որոշումները Անկասեք խմբակցության որոշումները ինչ։ Խմբակցության որոշումները կատարվում են։ Խմբակցությունը ձեր առջև նման հարցներ է, Ապրիլյանի եւ մյուսների հայտարարություններին պատասխանելու եք այսօր ամբողջից ձեզ վիրավորեցին պարոն Ղազարյան։ Եկեք դուք ասեք։ Վիրավորումները։ Հա, բայց հարցը ստվե բան տեղ չի գնում, գնա շարունակի դու։ Էդ ով ասեց քո հարցին։